բեմը նրա ճակատագիրն էր։ Դա ապացուցվեց այն ստեղծագործական բեղուն ճանապարհով, որով անցավ ու հաղթական ավարտեց վարպետը։ Նիկոլայ Ծատուրյան, թատրոնի ռեժիսոր, թատերական գործիչ, պրոֆեսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ։ Հրաշքներ լինում են, իհարկե լինում են։ Երբ 1945 թվականի հունվարի 8-ին ծնվեցի, հրաշք տեղի ունեցավ։ Աշխարհն իմացավ այդ մասին, ու նույն թվականի մայիսի 9-ին խաղաղություն կնքեցին։ Մեկ այլ հրաշք տեղի ունեցավ։ Հիանալի ծնողներ ունեցա։ Հայրս կինոռեժիսոր էր, մայրս կենսաբան։ Կարգին ընտանիք ունեցա։ Ցավոք, փոքր եղբայրս 2 տարեկան հասակում մահացավ։ Մնացի մինուճար երեխան ու գրավեցի ամբողջ ուշադրությունը։ Մանկությունս իսկական հրաշք էր։ Խոստովանել է վարպետը։ Պապիկս Երվան Ծատուրյանը ռեժիսոր է եղել եւ բավական հետաքրքիր, խստաբարո մարդ է եղել ու բավական մեծ ազդեցություն է կարծում եմ թողել մեր ամբողջ ընտանիքի վրա, կողմնորոշման վրա, սիրո վրա դեպի արվեստը, կարգապահության վրա, պապիկս ֆենոմենալ կարգապահ մարդ էր եւ ընդհանրապես կարծում եմ, որ ես շատ երջանիկ եմ եւ շատ բախտավոր եմ, որ ունեմ այդպիսի ընտանիք։ Նիկոլայ Ծատուրյանը ծնվել է դերասան, թատրոնի և կինոյի ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Երվանդ Ծատուրյանի ընտանիքում, արվեստին ու ընտանիքին նվիրված մարդ, ով բավականին խստապահանջ էր և յուրաքանչյուր ոլորտում սիրում ու պահպանում էր կարգ ու կանոն։ Ես շատ երկար պապիկիս չեմ տեսել, չեմ կարող այդպես հպարտան, բայց գիտեք, այնքան հետաքրքիր է, սենց դետալներ են մնացել իմ մանկությունից։ Պապայիս փոխհարաբերություններից, պապաս ավելի հումորով, պապաս կյանքին է հումորով նայել, պապան ընդհանրապես միշտ ունեցել է սենց առողջ կենդանի, հավես հեգնանք, ինքը ունեցել է կյանքի նկատմամբ այն լրջությունը չի եղել, որը որ սենց ակադեմիական եւ կարևոր, չէ, պապան թեթև է նայել ամեն ինչին։ Ես հիմա էլ եմ կարծում, ինքս սենց վերևից նայում եմ այս ամբողջ այս բոլոր բաները, որ շուրջը կատարվում են հուղարկավորությունից բռնած, վերջացած հենց հիմիկվա իմ հարցազրույցին, պապան այնտեղ հումոր է անում, ես 100%-ով գիտեմ, ու ես կարծում եմ, որ ինքը իր մշակույթ, իր թատրոն տարել է դա։ Նիկոլայ Ծատուրյանի հայրը Երվանդ Ծատուրյանը ծավալել է բեղուն ստեղծագործական գործունեություն 1929 թվականից իր աշխատանքը սկսել է Երևանի նորաստեղծ պատանի հանդիսատեսի թատրոնում, ապա մի քանի տարի անց 1932 թվականին ընդունվել Մոսկվայի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, միևնույն ժամանակ մասնակցելով հայկական մշակույթի տան դրամատիկական ստուդիայի աշխատանքներին։ Հետագայում մեծ ավանդ է ունեցել նաև Ռուսաստանի մի քանի մարզերում ձևավորված պատանի հանդիսատեսի թատրոններում, լինելով առաջատար դերասան, բեմադրող ռեժիսոր, թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1940-ական թվականների սկզբից աշխատել է Հայաստանի շրջանային թատրոններում, ղեկավարելով Գորիսի, Կապանի, Էջմիածնի դրամատիկական թատրոնները, բեմադրել ներկայացումներ։ Ավանդ ունի նաև կինոաշխարհում։ Եղել է փաստաբավերագրական ֆիլմերի խմբագիր, երկրորդ ռեժիսոր և կինոկրկնօրինակումների ռեժիսոր։ Նման հայր ունենալու պարագայում որդու ճանապարհն ու ճակատագիրն արդեն պարզ էր։ Նիկոլայ Ծատուրյանն ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժին Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ։ Հայրս էր շատ ցանկանում, որ դաշնակահար դառնամ։ Ինձ տարավ Չայկովսկու անվան երաժշտական դպրոց։ Իմ հասակակից տղաները դրսում ֆուտբոլ են խաղում, իսկ ես ժամերով պետք է նվագեի։ Սիրտս կանգնում էր։ Հայրս խոստացավ քննությունը 5 ստանալու դեպքում ժամացույց գնել, բայց ուսուցչուհիս ինձնից շատ դժգոհ էր, քանի որ ծույլ էի ու միշտ մեկ էր նշանակում։ Քննությանը չեմ հիշում, թե ինչպես եմ նվագել։ Քննական հանձնաժողովը ուշքից գնացել էր ծիծաղից։ Երկար ժամանակ դուրս չէին գալիս։ Վերջապես ուսուցչուհիս կատաղած եկավ ու հորս ասաց. 5, բայց նրանց հետ անընդհատ կռվում էի, քանի որ ամբողջ տարին ոչինչ չի արել։ Հետաքրքրվեցի, թե ինչու էին ծիծաղում։ Ուսուցչուհիս պատասխանել էր հորս. Ձեր այս հիմարն ձեր նմանակում ողջ ընթացքում։ Հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Նիկոլայ Ծատուրյանը։ Նիկոլայ Ծատուրյանի հետ առաջին անգամ, այսպես ասած, հանդիպել եմ Սունդուկյան թատրոնում, երբ որ ես ուսանող էի ռեժիսորական բաժնի եւ ինձ ուղարկեցին Սունդուկյան թատրոն պրակտիկայի։ Ծիրանի ծառը ներկայացում կար, Կարեն Ջանիբեկյանն էր խաղում, գլխավոր հերոսն էր ինքը։ Եվ
այնտեղ ես դարձա Կոլյայի, այսպես ասած, օգնական պրակտիկանտը, շատ հետաքրքիր փորձառություններ ինձ համար, շատ հետաքրքիր, որովհետև հանդիպեցի կոնկրետ մի մարդու, որը ոչ թե զբաղված էր, այսպես ասենք, ռեժիսորական տրյուկներով, այլ ինքը պիեսն էլ շատ հետաքրքիր պիես էր, պոետական գործի վրա էր, չափածո գործի վրա էր եւ ինքը զբաղված էր կերպարների հոգեբանությամբ, այն, որ ամենակարևորն է ռեժիսուրայում, երբ որ բեմում հոգեբանական վերլուծություն չունի դերասանը, ռեժիսորի հետ համագործակցված, այդտեղ մի քիչ սուտ բան կա։ Հետագայում Ծատուրյանն անցել է Մոսկվայի սցենարիստների ու կինոռեժիսորների բարձրագույն դասընթացներ ուսանելով Անդրեյ Տարկովսկուն, Սիմեոն Թումանովին եւ Գեորգի Դանելիային։ Մոսկվայում ստացած մասնագիտական կրթությունը նշանակալի ազդեցություն ունեցավ Նիկոլայ Ծատուրյանի ստեղծագործական մտածողության եւ հետագա գործունեության վրա։ Արվեստի հսկաների մոտ ուսանելը նրան հնարավորություն տվեց խորությամբ ուսումնասիրել ռեժիսուրայի տարբեր ուղղություններ, յուրացնել ժամանակակից կինոլեզվի արտահայտչամիջոցները եւ ծանոթանալ խորհրդային առաջատար կինոյի ստեղծագործական սկզբունքներին։ Ստացած փորձն ու գիտելիքները հետագայում արտացոլվեցին նրա բեմադրություններում ու յուրատիպ ձեռագրում։ Հետագայում նա աշխատել է նաև Մոսֆիլմ կինոստուդիայում Յուլի Ռայզմանի ֆիլմում որպես ստաժոր։ Ճանաչել եմ իմ Արսո շնորհիվ, որտեղ ճակատագրի բերումով եմ ես միամիտ հանդիպել մարդուն ու երկար տարիների ընթացքում ինքը ինձ մի օր արժանացրեց ամենաբարձր տիտղոսի, ինքը ինձ ասեց դու իմ ընկերն ես։ Ինքը շատ տարիներ առաջ իր մասնագիտությանը տեր եղավ ու մինչև վերջ տեր մնաց իր մասնագիտությանը։ Ինքը երբեք չհրաժարվեց իր աշխարհընկալումից, իր մտածելակերպից, որը տարբերվում էր բոլորից, ու ասում ինքը այն մարդն էր, որ հային ավելի լավ էր ճանաչում, քան հայը ինքն իրեն։ Այդ այն մարդն էր, որ երբ որ գալիս էր ժամանակը հային ներկայացնելու, ինքը ներկայացնում էր իսկական հային ու տարբեր շերտերով։ Ու յուրաքանչյուր ներկայացումից հետո հանդիսատեսը ինքն իրան կարողանում էր կողքից նայել ու ինքն իրան ավելի լավ ճանաչել։ Ինքը այն ռեժիսորն էր, որ անընդհատ տալիս էր հնարավորություն ինքդ քեզ ճանաչելու։ Բեղուն ու նշանակալի է եղել նաև իր աշխատանքը Հայֆիլմ կինոստուդիայում որպես երկրորդ ռեժիսոր։ Աշխատել է «Մենք ենք մեր սարերը», «Սարոյան եղբայրները» եւ այլ ֆիլմերում, կարևորելով իր համագործակցությունն այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Հենրիկ Մալյանն ու Ֆրունզե Դովլաթյանը։ Ինձ համար մեծ բախտավորություն էր Նիկոլայ Ծատուրյանի հետ միաժամանակ հայտնվել Գյումրու թատրոնում։ Ես ուսանող էի, նոր էի ավարտել եւ ինձ համար մեծ փորձ էր հայտնվել վարպետի կողքին։ Եվ շփվել իր հետ թե որպես ռեժիսոր, սովորել նրանից, որովհետև նա շատ լավ էր աշխատում դերասանների հետ։ Նա կարողանում էր յուրահատուկ կերպով բացահայտել դերասանի մեջ այն, որը նույնիսկ ինքը չգիտի, որ դա ունի։ Նա մանրակրկիտ կերպով, համբերատար սիրով կարող էր աշխատել քեզ հետ այնքան, որ դու ստանայիր այն, ինչ որ ինքը պատկերացնում է։ Նիկոլայ Երվանդիչի հետ աշխատանքային շրջանը իմ կյանքի համար, իմ կարիերայի համար շատ բեկումնային է եղել, շատ հիշարժան ու շատ երջանկացրել է ինձ այդ ժամանակահատվածը։ Ես պատիվ եմ ունեցել իր հետ աշխատել երկու ներկայացման մեջ, մեկը Վիլյամ Սարոյանի Փրկության կղզի ներկայացումն էր, որը 2008 թվականին ինքը մեր թատրոնում բեմադրեց։ Շատ հետաքրքիր պրոցես էր դա, որովհետև մինչ ներկայացման բուն բեմադրությունը ռադիոբեմադրություն էր արվում, ներկայացումը, եւ ռադիոբեմադրության ժամանակ ես ձայնավորում էի այդ տղայի կերպարը։ Հետո, քանի որ շատ սիրեցինք պատմվածքը, գործը, Նիկոլայ Երվանդիչն էլ սիրեց, առաջարկեց եւ ուզեցինք բեմադրվի դա համազգային թատրոնում։ Դե իհարկե բացառված էր, որ ես խաղայի, քանի որ տղա էր հերոսը։ Եվ քաստինգ սկսվեց, տղա երեխաների քաստինգ, ամեն օր 10-ից ավելի երեխաներ էին գալիս, փորձում էր Նիկոլայ Երվանդիչը տարբեր ձևի, ես էլ մի թաքուն այսպես երազանքի պես պահում էի, որ տեսնես կարողա որոշի, որ ես խաղամ, չնայած ինքս էլ բացառում էի, ինչպես կարող եմ աղջիկ տղա խաղալ, բայց մի օր երևի մեկ ամիս կամ մի քիչ էլ ավելի քիչ էր մնացել պրեմիերային, Նիկոլայ Երվանդիչը կանչեց, ասեց ուրեմն տես։ Հիմա դու փորձելու ես այս դերը, արդեն գիտես, դե ես ամբողջությամբ գիտեի։
պատմվածքն էլ, պիեսն էլ, ասեց փորձելու ես։ Եթե ու ես հեռախոսով նկարելու եմ քեզ շատ մոտիկից։ Եվ եթե հետո նայեմ ու տեսնեմ կինոյի ճշմարտացիության հասնում ես, համոզում ես, որ դու տղա ես, թույլ կտամ, որ դու խաղաս։ Ու այդ ինձ համար մեծ երջանկություն էր եւ մեծ պատասխանատվություն ու մեծ վախ, փորձություն էր, որ կամ պետք էր տապալվել կամ պետք էր հաջողել, միջին չկար այդտեղ։ Բայց շնորհիվ իրեն ինքը շատ լավ էր աշխատում ինձ հետ եւ ես երբեք չեմ մոռանա այդ դպրոցը դերասանական, որ ես անցա Նիկոլայ Երվանդիչի հետ ու միշտ շնորհակալ էի իրեն, դրանից հետո էլ ինչքան տեսնում էի, ասում էի հաջորդը երբ է, հաջորդը երբ է։ 2 տասնամյակ շարունակ նա ստեղծագործել ու արարել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, ծնունդ տալով 20-ից ավելի բեմադրությունների։ Նախնիկը սիրում էր կյանքը։ Ես պարոն Ծատուրյանից շատ բաներ եմ սովորել այս կյանքում, բայց ամենակարևորը չկոտրվել։ Ամենադժվարին պահերին, երբ երիտասարդ էի, ես այդ ժամանակ երբ որ կոտրվում էի, հիասթափվում էի, մեր գործի մեջ կան այդ հիասթափությունը, ինքը ինձ ասում էր՝ մի վայրկյան անգամ չտխրես, մի վայրկյան անգամ ամեն օր դու պիտի հավատաս, որ վաղել ավելի լավ է լինելու։ Այդ հույսը շատ կարևոր էր։ Երբ զայրանում էի, ասում էր՝ քեզ խորհուրդ եմ տալիս, երբ թատրոնում ինչ-որ խնդիր կլինի կամ քո ստեղծագործական պարտադիր դուրս արի ու առաջինից պատահած երեխայի հետ սկսի շփվել։ Երեխան ամեն ինչ կփոխի քո կյանքում։ Ինքը երեխա էր սիրում ու ինքը երեխա էր։ Նիկոլայ Ծատուրյանը ոչ միայն ինձ, այլ նաև այս թատրոնին սովորեցրեց խորհրդանացանք ունենալ քո գործի հանդեպ։ Ինքը մեծ հավատ ուներ ու ինքը ակնածանք ստիպեց մեզ իր ուսանողներին, որ այդ ակնածանքը երբեք չկորցնենք։ 1990 թվականին տարվա լավագույն ներկայացում մրցանակին արժանացել է Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած Անահիտ Աղասարյանի «Փրկենք մեր հոգիները» բեմադրությունը, որտեղ փայլուն խաղով հանդես են եկել Հայաստանի ժողովրդական արտիստ Լյուսիա Հովհաննիսյանն ու վաստակաշատ դերասանուհի Լալա Մանացականյանը։ Փրկեք մեր հոգիները բեմադրությունն իսկապես նոր խոսք ու նոր ձևաբանություն էր բերել նոր անկախ Հայաստանի թատերական միջավայր, որի հաջողության երաշխավորներն էին բոլորը՝ դրամատուրգից մինչև դերասան, բեմադրող ռեժիսորից մինչև նկարչական ձևավորման հեղինակ։ Լևոն Հարությունյանը Ուիլի Թիթիջիկ ներկայացման մեջ խաղում էր անդամալույց, էլի խնդիրներով առողջական երիտասարդ ու ասեմ ձեզ, որ էդ էլ է հետաքրքիր, միևնույնն է չէր գնացել, իհարկե մելոդրամատիկական ինչ-որ երանգներ այս ներկայացումը միանշանակ ուներ ու հայրիկս այս ներկայացումը վերականգնեց, հիմա այս ներկայացումը խաղում են Գյումրու թատրոնում եւ իհարկե բավական շատ բան փոխեց այս ներկայացման մեջ, այլ ինչ-որ խորհրդանիշ դրեց եւ այլն, բայց այս ներկայացման Լևոնը խաղում էր, բժիշկ էր հանդիսատես նստած լինում, որըավոր զայրացած գնում է ետնաբեմ եւ պահանջում, որ ներկայացման ռեժիսորը կա, որ ինչ իրավունքն է անդամալույց նման խնդիրներով մարդ բերել եւ զբաղեցնել ներկայացման մեջ։ Ասում եմ, բավական երկար հայրս չի կարողացել համոզել, որ Լևոնը չունի ոչ մի առողջական խնդիր, Հարությունյան Լևոնը, այդտեղ խաղում են Հարությունյան Լևոնը եւ Աննա Էլբակյանը։ Երբ Լևոնը գալիս է ու նորմալ կանգնում բժշկի դիմաց, ինքը ուղղակի աչքերին չեմ, ինչքան հիշում եմ, նյարդաբան էր։ Ասում եմ, շատ երկար աչքերին չէր կարողանում հավատալ, որ Լևոնը բացարձակ առողջական խնդիր չունի։ Նա բավականին պահանջկոտ ու երկաթեռ բեմադրիչ լինելով հանդերձ շատ նուրբ էր մոտենում յուրաքանչյուր դերակատարի։ Ներթափանցում էր ներաշխարը եւ սկսում էր աշխատանքը շատ մանրակրկիտ։ Ուշադրություն էր դարձնում դետալներին, որոնք կենթանություն էին տալիս գրական կերպարներին։ Նա մեծ մանկավարժ էր, որովհետև սովորեցնում էր ոչ թե որպես դասատու, այլ թափանցում էր քո ներաշխարը եւ այնտեղից հանում էր շատ խորը թաքնված հույզեր ու զգացումներ։ Եվ այնպիսի բեմական իրավիճակներ էր ստեղծում, որ ակամայից սկսում էիր աշխատել ու խաղալ, այսինքն լինել հենց այդ մարդը։ Նիկոլայ Ծատուրյանի համար շրջադարձային ժամանակափուլ են դարձել մետրո թատրոնի ղեկավարման 12 տարիները, որոնց ընթացքում նա կարողացել է խաչաձևել դասական թատրոնի սկզբունքներն ու ժամանակակից գեղարվեստական որոնումները։ Նիկոլայ Ծատուրյանը շատ հետաքրքիր ներկայացումներ արեց եւ Սունդուկյանում եւ մետրո թատրոնում, մետրո թատրոնի երրորդ շրջան էր ապրում այդ ժամանակ, սովորաբար ասում են, որ թատրոնը քաղաքի կենտրոնի հասկացողություն է։ Քաղաքի կենտրոններում է լինում
թատրոնը վերջին հաշվով, իսկ մետրո թատրոնը է երրորդ մաս, մետրոյի հրապարակ եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն։ Ու լիթի տիջիկ երեքն էլ մի աղջիկ։ Աննա Էլբակյանն էր կարծում խաղում հենց այդ դերը ու Կոլյան էր անում եւ թատրոնը Կոլյան եւ Վիգեն Ստեփանյանը միասին էին ղեկավարում եւ ներկայացմանը գնացինք շատ հետաքրքիր ներկայացում էր Լևոն Հարությունյանը երիտասարդ էր դեռ շատ հետաքրքիր դերակատարում էր Լևոնի այդ դերակատարումը շատ ուրախ էի դրա համար եւ մի հետաքրքիր ձևակերպում եղավ ես եկին սեր Վիգենն էր Ստեփանյան Կոլյան էր Ծատուրյան կանգնած էինք զրուցում էինք շնորհավորում էինք եւ կինս շատ հետաքրքիր բան ասեց Կոլյա ջան ասեց սովորաբար ասում են թատրոնը կենտրոնում է լինում դուք այսօր կենտրոնը բերել եք երրորդ մաս Թատերական ինստիտուտում դասավանդել է 1973 թվականից։ Նրա արվեստանոց դարբնոցն ավարտել են հարյուրավոր ուսանողներ, որոնք այսօր արդեն առանձնանում են իրենց ստեղծագործական դիմագծով, կրելով սիրելի վարպետի մնայուն ձեռագիրը։ Ես թատերական կրթություն չունեմ։ Իմ վարպետն է ինձ գտել, ու երբ որ մի քանի անգամ ես ասում էի Նիկոլայ Եվանցել, խնդրում անանենք ես մտնեմ ինստիտուտ ինչ-որ մեկի կուրսը ավարտեմ, գոնե մի հատ դիպլոմ, ասում է, ես դիպլոմ պետք չեմ ուտ, գազը, բերի շոր պետք է ես կեզ կասեմ, տենց է չթողեց, որ ես սովորեմ ու ես շնորհակալ եմ, որ չթողը, ինքը, այն ինչ-որ ինքնատվ է, ես ոչ միտեղ չէի կարող սովորել ու ինքը ինձ սովորեցրել է մարդ մնալ, բայց ես իրա սովորացած մարդուն չեմ կարողանում իջև իմ մատուցեմ, որտև էդ շատ ճիշտ է։ Իրա սովորացած մարդու մեջ ամեն ինչ այնքան չափով էր տված։ Այդ մարդն էր, որ լավ գիտեր չափի զգացողությունը։ Դա ամենաերջանիկ մարդկանցից մեկն էր։ Ես գոնե այդ բանը կարողացել եմ վերցնել իրանից չափի զգացողություն։ Ծատուրյանի գործունեությունը չի սահմանափակվել միայն բեմադրություններով։ Նա կարևոր ներդրում է ունեցել նաև երիտասարդ դերասանների եւ ռեժիսորների մասնագիտական ձևավորման գործում, իր փորձն ու գիտելիքները փոխանցելով հաջորդ սերունդներին։ Նա իր գործով մեծապես նպաստել է հայկական թատերարվեստի միջազգային ճանաչմանը, ներկայացնելով ազգային մշակույթը տարբեր երկրներում ու ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ։ Թույլ տվեք նշեմ Հրեշը լուսնի վրա ներկայացումը, որը հենց առաջին ներկայացումն էր, ես մտա թատրոն, նա առաջին ներկայացումը բեմադրեց հենց դա։ Եվ մեր առաջին շփումը այդ ներկայացման մեջ էր շատ կենթանի էր իր թատրոնը, ոչ մի արհեստական բան չկար Նիկոլայ Երվանդիչի ստեղծած թատրոնում։ Մարդիկ, որ շփվում էին, կերպարները, որ շփվում էին, քեզ թվում էր, թե կարծես ինչ-որ մեկի կյանքի մեջ ես դու մտել։ Թատրոնում արկա է մի տեսակ պայմանականություն, ինչ որտեղ նաև սուտ, որ գիտենք, որ դա սուտ է, դա բացակայում էր Նիկոլայ Երվանդիչի ներկայացումներում։ Նախորքային կերպով կարողանում էր բարձրաձայնել պատմություններ, օրինակ Հրեշը լուսնի վրա ներկայացումը ես շատ լավ հիշում եմ։ Ինքը Եղեռնից մազապուրց եղած Արամի պատմությունն էր, որը փորձում էր վերագտնել կյանքը նորովի, եւ նա շատ կատեգորիկ կերպով թույլ չէր տալիս, որ ողբ ու լաց լինի այդ կերպարի մեջ։ Նա փորձում էր հայի կերպարը մատուցել շատ ամուր եւ այն ներքին համոզմունքով, որ ամենակարևորը մենք պիտի դադարենք լացել։ Նիկոլայ Ծատուրյանի ստեղծագործական գործունեությունը ծավալվել է նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Նա ներկայացումներ է բեմադրել Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Նյու Յորքում, Բեյրութում եւ Հալեբում։ Նա 2 տասնամյակ շարունակ աշխատել է Հալեպի Ադամյան թատերախմբի հետ, գրեթե ամեն տարի բեմադրելով մեկական ներկայացում։ Այդ երկարատև համագործակցությունը նշանակալի եղավ թե թատերախմբի ստեղծագործական զարգացման, թե Սիրիայի հայկական թատերական կյանքի ակտիվացման գործում։ Առաջին ներկայացումը, որ ես իմ կյանքում տեսել եմ, առաջին ներկայացումը, որով որ ես սիրել եմ թատրոնը, ու երևի 6-7 տարեկան եմ եղել, հիմա չեմ էլ կարող ասել, քանի տարեկան եմ եղել, երբ բեմադրվեց Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում Բոմարշեի Ֆիգարոյի ամուսնությունը։ Հիմա եմ հասկանում եմ տեսել բեմում Մետաքսա Սիմոնյան, եթե չեմ սխալվում իհարկե,
Վիգեն Ստեփանյան, Աննա Էլբակյան, բավական այսպես հրաշալի ծաղկաբույլ էր ներկայացման մեջ եւ այս ներկայացումը ինձ համար հեքիաթ էր։ Ես 7 տարեկան էի, բայց ես հիմա սկսեցի մտածել, որ ես այդ ներկայացումը հիշում եմ։ Այդ մի տարիքա, որը պետք է որ այդպիսի հիշողություններ մեր մեջ չառաջացնի, բայց ես հիշում եմ, որտեղ այդ ներկայացումը հեքիաթ էր։ Իհարկե, երբ որ մեծացա, ծանոթացա Բոմարշեի ստեղծագործան, հասկացա, որ հեքիաթ այդ ոչ մի առնչություն չունի, դա լուրջ հիասթափություն էր, բայց ինքը հեքիաթ էր, իր հագուստով, իր գունեղությամբ, կյանքով, այն կյանքով, որը միշտ մեր ընտանիքում լեցուն է եղել, լավատեսությամբ, որը միշտ լեցուն է եղել, բունտով, ըմբոստությամբ, իմ պապան ըմբոստ էր եւ կարծում եմ շատերը գիտեն, որ ինքը շատ բաների դեմ էր ընթրոնարում եւ արդարամիտ։ Նիկոլայ Ծատուրյանի բեմադրություններն առանձնանում էին խորքային ռեժիսորական մեկնությամբ, դերասանական վարպետությամբ ու տեխնիկայի հանդեպ բացառիկ պահանջկոտ վերաբերմունքով եւ որ շատ կարեւոր է ժամանակակից դրամատուրգիայի հետաքրքիր նմուշներին անդրադարձով։ Նիկոլայ Ծատուրյանն ունի նաև մի քանի կինոդերեր, որոնցից հատկապես կարելի է առանձնացնել Սարիբեկ Փոշոտյանի «Պատահար» կարճամետրաժ շարժանկարն ու Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջյունի» վիպակի հիման վրա Արման Մանարյանի նկարահանած համանուն ֆիլմը Փանջյունու գլխավոր դերակատարմամբ։ Պարոն լվացվիլ կուզե եւ թե No, ինձի պարոն չսեք, անունս Փանջյունի է, ընկեր Փանջյունի։ Որում գերն է, հե? Անոթի եք Հարգավ։ Կնանա ինչ կուզե։ Անոթի եմ, երեկիրիքն անոթի եմ։ Չեմ հավատում այն ռեժիսորներին, որոնք ուզում են իրենց կենսագրության մեջ անպայման Շեքսպիր ու Շիլլեր լինի։ Պաշտում եմ Շեքսպիրի գործերը, բայց դրանք իմը չեն։ Օրինակ, Գիբսոնն իմ սիրելի հեղինակներից է։ Նրա հրաշագործը, որը ես բեմադրեցի, շարունակություն էլ ունի։ Կոչվում է Երկուշաբթի հրաշքից հետո։ Դա էլ հետո եմ անելու։ Երկար տարիներ չէր ստացվում բեմադրել այդ գործը։ Մի անգամ փայլուն դերասանուհի Նարինե Գրիգորյանին, որին շատ եմ սիրում ու հարգում, խնդրեցի, որ ծանոթանա պիեսին։ Ինքնաթիռում էր կարդացել ու վերադառնալուն պես հայտնեց. «Սա իմ դերն է, ուզում եմ խաղալ»։ Ու ինձ էլ ոգևորեց։ Եվ ներկայացումը կայացավ Գյումրու թատրոնում։ Պատմել է վարպետը։ Շատ պլաններ ունեինք, ցավոք ամբողջությամբ չիրականացավ, բայց հետո էլ տարիներ անց պատիվ ունեցա Գյումրու թատրոնի հետ համատեղ ներկայացման մեջ խաղալ, Համազգայինը եւ Գյումրու թատրոնը բեմադրեցինք հրաշագործը ներկայացումը, այնտեղ էլ մի փոքրիկ դերակատարությամբ հանդես եկա, բայց այն փաստը, որ պետք է իր հետ աշխատեի, ինձ համար միևնույնն էր, թե ինչ դեր կխաղամ, միայն թե կարողանամ իր հետ նորից պատիվ ունենամ, այդ երջանկությունն ունենամ իր հետ աշխատելու։ Նիկոլայ Երվանդիչը անսահման շատ էր սիրում Գյումրու դրամատիկական թատրոնը եւ նա հպարտանում էր, որ մենք ունենք 160 տարեկան ապրող եւ ապրեցնող թատրոն։ Եվ բնականաբար ինձ համար նրա հետ աշխատելը մեծագույն պատիվ է եղել, որովհետեւ նրա հետ շփումը դա կրթություն է, կրթվել, զարգանալ եւ ներթափանցել թատերական արվեստի խորքերը։ Նիկոլայ Ծատուրյանը պիտի շարունակի իր գործունեությունը այս թատրոնում, քանի ես կամ, քանի այս խումբը կա, առաջիկայում մենք կպատրաստվենք նախ իր խաղացանկի ներկայ իր բեմադրությունները լինելու են, ինչպես ինքն էր ասում, իմ մասին տխուր չխոսեք Լյուդվիգ։ Ինքը շատ հումորով մարդ էր, ու ինքը ասել էր երբեք տխուր չխոսեց իմ մասին, միշտ ժպիտով։ Եվ իր խաղացանկը լինելու է, իր ներկայացումները իրեն բնորոշ էին, ու այդ ներկայացումներով մենք շրջագայելու ենք պարտադիր եւ ու հենց սերունդը ովքեր գալու են մեզանից հետո պիտի շատ կարևոր մի բան հասկանան, այս թատրոնը խոր արմատներ ունեցող թատրոն է, այս թատրոնում երևելի մարդիկ են եղել, աշխատել են ու թող բոլորը ուզենան փոքր-ինչ նմանվեն կամ կոնե շարունակեն են մեծ աշխատանքը, ինչ իրենք են արել, մեր մեծ վարպետները, որոնցից ամենավերջինը մեր շատ սիրելի Նիկոլայ Ծատուրյանն էր։ Ինչպես ինքը Նիկոլայ Ծատուրյանն է շարունակել հոր Երվանդ Ծատուրյանի գործը, այնպես էլ իր սերունդներն են լծվել նրան շարունակելու, նրա թողած ժառանգությունը կիսատ չթողնելու պատվաբեր առաքելությանը, թե որդին, թե դուստրը ընտրել եւ հարատևում են արվեստի բարդ ու գրավիչ ճանապարհի մեջ։ Ես մի լուսանկար ունեմ մանկությունից հայրիկիս հետ, իմ ամենասիրած լուսանկարն է։ Ես ընդհանրապես կոշիկ եմ փորձում, ինձ համար կոշիկ է գնում։
Եվ այդ լուսանկարի մեջ ինքը անում է այն, ասենք ոչ մի հայ սովորական process է, չէ, կոշիկ գնել, բայց այդ կոշիկի գնելը մի ամբողջ ներկայացում էր, որովհետև երեխեք էին մեր շուրջը հավաքված, ես հրհրում էի, աշխարհում միակ մարդը, որ ինձ կարողանում էր մինչև վերջին կաթիլը ծիծաղեցնել, երբ որ իմ աչքից ուղղակի արցունք էր գալիս ծիծաղից, դա պապան ա եղել, էլ ղտիկ տալով, էլ կատակներ անելով, էլ այդ լավատեսությամբ, որում կար, ու այդ նկարը կարծես խորհրդանիշը լինի իմ մանկության, իմ հոր փոխհարաբերությունների։ Իսկ մյուս բանը, որը ինչ ա տվել հայրս մեզ, կարծում եմ դա իր թորներն են։ Ես վերջերս, երբ հայրիկս վախճանվեց, սկսեցի հայրիկիս երիտասարդ տարիքի լուսանկարները նայել ու հանկարծ հասկացա, որ իմ տղան իմ հայրիկի պատկերն է համարյա։ Մի լուսանկարից երիտասարդ տարիքի ու մենք լուսանկարեցինք ու փորձեցինք վերարտադրել այդ նկարները ու սենց դրել եմ իրար կողք ու ինձ համար իսկապես զարմանալի է, թե ինչա բնությունը։ Նիկոլայ Ծատուրյանի էության ամենավառ գծերից մեկը նրա անսպար հումորի զգացումն էր։ Ամենալարված պահերին անգամ օժտված էր մթնոլորտը փոխելու աստվածատուր ունակությամբ։ Կյանքի դժվարությունները հաղթահարում էր ներքին հավասարակշռությամբ ու անսասան լավատեսությամբ։ Այդ կենսասիրությունը փոխանցվում էր բոլորին՝ ընտանիքին, գործընկերներին, ուսանողներին։ Շատ հումորով մարդ է Նիկոլայ Ծատուրյանը, շատ հումորով մարդ եւ արիթի բաց չէր թողնում, որ որևէ բան ինքը հումորի չվերածեր, բոլորի հոգու հետ խաղար, ինձ օրինակ մինչև էս վերջ մինչև մեռնելու, որտեղ տեսնում էր ոնց էս բիձա, ասում եմ ինչ բիձա է, ինձանից քանի տարի ես մեծ, բիձա էս բա ինչ է Սպանեսյանի, դե արի, որ տենց է ասեմ ջուր բերեմ քեզ համար, չէ, ես կբերեմ այդ ցավը տանը, դու մեծ վարպետ ես, ես պետք է ջուրը բերեմ քեզ, ասենց հոգուս հետ էր խաղում։ Ես չեմ լսել, որ ինքը երբևէ մահից խոսի, որովհետև ամենա այն դժվար պահերին է առողջական երբեմն խնդիրներով տարված, ինքը երբեք չի ընկճվել, երբեք չի մտածել մահանալու մասին, չի խոսել այդ մասին, չի բարձրաձայնել եւ ամեն կերպ փորձում էր իր ուժերը հավաքել, իր ամենավերջին բեմադրությունը, որ ինքը արեց թատրոնում, 3 անունով մի աղջիկ ներկայացումը, ինքը երբեք չէր ընկճվում, թեև առողջական բավականին արդեն խնդիրներ էր առաջացել իր մոտ, բայց ինքը շատ կենսուրախ, շատ զվարթ, շատ ստեղծագործական մթնոլորտ ստեղծելով կարողանում էր դերասաններին համախմբել իր շուրջ։ Տասնամյակներ շարունակ անընդհատ փնտրելով, արարելով ու ստեղծագործելով Նիկոլայ Ծատուրյանը ձևավորել է ինքնատիպ գեղարվեստական ձեռագիր, որը միավորում է ավանդույթն ու նորարարությունը, ազգայինն ու համամարտկայինը։ Իմ համար գիտեք ինչ, կյանքում կա երկու զգացողություն, մի զգացողություն, որը կարաս ապրես մի անգամ, բայց իրեմս Նիկոլայ Ծատուրյանի ես դա ապրել եմ երկրորդ անգամ։ Ես առաջի զգացողությունը ունեցա այն ժամանակ, երբ որ իմ ծնողները հեռացան կյանքից, ես զգացի որբ լինելու զգացողությունը ու նույն ապրում ունեցա, երբ որ ես իմացա ինքեր չկա։ Ու մինչև հիմա էլ զգացողությունը կա, իրոք դա սարսափել է, երբ որ երկու անգամ եմ զգում որբ լինելու զգացողությունը։ Շատ եմ ափսոսում, որ քիչ եմ աշխատել հետը, որտեղ այո, ես սիրում եմ հոգեբանական ներկայացումներ, իսկ ինքը դրա վարպետն էր, գերագույն հաճույքով եմ աշխատել, նորից եմ կրկնում ու ինչ մեղք կստացնեմ, մեկ կարոտում եմ մեր զրույցներին, մեր հանդիպումներին, երանի առիթ ունենայի էլի աշխատելու, բայց դա իմ կյանքը այդպես է։ Ես շատ եմ իրեն կարոտելու, շատ, բայց գիտեմ, որ մի օր բոլորս հանդիպելու ենք։ Ինձ թվում է ինքն դեղել է հիմա ինչ-որ բան բեմադրում, ինչ-որ բան կազմակերպում, դասավորում, իր բնավորության համաձայն։ Նիկոլայ Ծատուրյանը հայ ժամանակակից թատերարվեստում կարևոր դերակատարում ունեցավ, թողնելով մեծ ժառանգություն։
Բարեբախտություն է, որ կան այդ ժառանգությունը շարունակելու պատրաստ նվիրյալներ։ Այս հերթափոխն է ապահովում ազգի, երկրի, մարդկության հարատևությունը։